Բարև ձեզ, երբ հավատքի տաճարում աղոթքի լռության փոխարեն հնչում է քաղաքական ձայնը, նշանակում է, որ ճգնաժամը ոչ միայն հոգևոր է, այլև հանրային եւ քաղաքական։ Վերջին օրերի զարգացումները գալիս են հաստատելու եւ վերահաստատելու, որ այդ ճգնաժամը դուրս է եկել եկեղեցու պատերից եւ հասել է հանրապետության հրապարակ։ Երկու կողմերն էլ հղում են անում ոչ միայն սահմանադրությանը, այլև եկեղեցու կանոնագրքին։ Կաթողիկոսն ասում է, որ Տեր Արամ Քահանա Ասատերյանը իրավունք չունի պատարակ մատուցելու, քանի որ կարգալույծ է հռչակված։ Վարչապետը հակադարձում է հղում անելով նույն կանոնագրքին, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ ուրեմն այդ փաստի բերումով կարգալույծ է եւ ուրեմն իրավունք չունի կարգալույծ անելու։ Կառավարող կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հայտարարել, որ իրենք խնդիր չունեն եկեղեցու հետ, որ իրենց խնդիրը կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականների հետ է, այդ թվում կաթողիկոսի եւ որ նա պետք է հեռանա։ Միևնույն ժամանակ նրանք դատապարտում են հոգևորականի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութի տարածելը համացածում, բայց միաժամանակ չեն բացառում, որ առաջիկայում կարող են լինել նոր արտահոսքեր եկեղեցու ներսում տիրող բարքերի մասին։ Եվ այս ամբողջ համատեքստում հարց է առաջանում, թե արդյոք այնինչ կատարվում է, տեղավորում է միայն ներհայաստանյան կամ ներհայկական տիրույթում, թե մաս է կազմում ավելի լայն, ավելի խորը գործընթացների, ասենք այսպես, աշխարհում քրիստոնեական նոր ճարտարապետության ձևավորման տրամաբանության մեջ։ Ինչևէ, մինչ մենք այստեղ փորձում ենք հասկանալ, պարզել, թե ով է իրավացի եւ ով անիրավ, աշխարհը փոխվում է, տարածաշրջանը փոխվում է, տարածաշրջանում, ինչպես գիտեք, Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքը, Հայաստանը համապատասխան արձագանքում է, Միացյալ Նահանգները գագաթնաժողովի է հրավիրում Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներին։ Կխոսենք նաև ռուս-ուկրաինական պատերազմի եւ իհարկե Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալդակյանի հետ, բարև ձեզ։ Ես եկեղեցու մասին երկար խոսեցի, գիտեմ դուք հակված չեք երկար խոսել, այդուամենայնիվ սկսենք եկեղեցու թեմայից, ինչ է կատարվում ձեր գնահատմամբ, սա ներհայկական է, ներհայաստանյան է, ազդեցությունների, սահմանների մասին է, թե արժեքների մասին է, թե քաղաքականության մասին է։ Դե կարծես տարիներ շարունակ հայ եկեղեցում տիրող բարքերը, որը փաստորեն տեղյակ չէինք որոնց մասին, քննադատում էինք Վատիկանը, հիշում եք հայտնի սկանդալը, վրաց եկեղեցում տեղի ունեցան որոշ բացահայտումներ, պարզվում է մեր եկեղեցին նույնպես անմասն չի մնացել, սա ցավալի է եւ այո, ես ինչու եմ խուսափում, որովհետեւ չնայած կան քաղաքական դաշտում մարդիկ, որոնք դրանից այսպես ես տեսնում եմ, նույնիսկ հաճույք են ստանում անընդհատ այդ թեման, այո, տիրաժավորելուց եւ ձայներ հավաքելուց դրա հաշվին, բայց հասկանանք, որ սա երկարատև ազդեցություն է ունենալու եւ այս անձանց պահվածքը սխալ հոգեվորականների նկատի ունեմ, վարկաբեկելու է ամբողջ ինստիտուտը։ Ինչ վերաբերում է, ինչ է կատարվում, դուք նշեցիք, որ իշխող կուսակցությունն ասել է, որ դեմ է այդպիսի այսպես տեսաերիզների, տեսանյութերի հրապարակմանը, պիտի հասկանանք ով է հրապարակում, ով է արել այդ նկարահանումը, որովհետև ասում են, որ դա մինչև հեղափոխությունն է արվել, որ իշխանության օրոք է դա իրականացվել, ինչու է իրականացվել անօրինական, առանց դատարանի որոշման, ցավալիորեն եկեղեցու եւ տվյալ սպասավորի հերքում նախ հերկման նման չի, եւ երկրորդը հարց չի բարձրացնում, թե ով է արել։ Այսինքն նախկին իշխանություններն են արել, ով է տրամադրում այդ տեսաերիզները այս իշխանությանը, բայց այն որ Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով պիտի թույլ չտա, եթե այդ լծակները ունի, որպեսզի դրանք հրապարակվեն, դա ակնհայտ է, որովհետև սա մեր ժողովրդի իհարկե անվան հետել է նաև խաղողպես առաջի քրիստոնյա երկիր եւ ես չեմ կարծում, որ ձեռնտու է մեր հարևանները տեսնեն այս ամեն ինչը։ Ես նշեցի նաև, որ երկու կողմն էլ հղում են անում եկեղեցու կանոնագրքին սեփական մոտեցումներով, սեփական պատկերացումներով եւ սեփական մեկնաբանություններով։ Հիմա սա եկեղեցու իրավական հիմք ասենք, հա, իրավական պայքար է, թե քաղաքական ազդեցություն։ Երկուսն են, որովհետև միշտ էլ երևի Նիկոլ Փաշինյանը իմացել է Գարեգին երկրորդի խնդիրների մասին, եկեղեցու օրենքների հետ կապված։ Իդեպ նախկին իշխանություններն էլ են իմացել, այն ժամանակ էլ էին դրա մասին խոսում էին շատ ազատ, այնպես չի, որ այսօրվա պես աջակցում էին Գարեգին երկրորդին։ Խնդիրը այն է, որ Ստալինը երբ ստեղծեց այդ ՌՊՑ-ն, այսպես ասած, եւ դա իր ազդեցությունը ունեցավ նաեւ հայ առաքելական եկեղեցու վրա, նպատակը հենց քաղաքական ուրեմն գործընթացների
մասնակցելն է, ժողովրդի վրա վերահսկողություն սահմանելը վերևից։ Եվ գաղտնիք չէ 91-92 թվականի լուստրացիայի արդյունքում պարզվեց, որ այսօրվա կաթողիկոսը Ռուսաստանի ու Միխայլով ունի այդպիսի մականուն, նա KGB-ի լրտես է, դա Deutsche Welle-ում հրապարակվել է, բամբասանք չի, այսինքն հետ խորհրդային ես կարծում եմ բոլոր երկրներում, նույն Մոլդովայում։ Այս խնդիրը կա։ Այնպես չի որ նոր մեզ մոտ է ի հայտ գալիս, բայց Ռուսաստանի ազդեցության գործիքներից մեկ որպես այո, եւ ազդեցության գործիքը ինչպես են նրանք պահում կոմպրոմատներով, բոլորի վրա ունեն այսպիսի տեսաերիզներ, կաթողիկոսի եղբոր մասին խոսակցություններ կան եւ ցավալին այն է որ հերքում չկա, այսինքն ինչ է նշանակում ես արհամարում եմ, սա բամբասանք չի որ արհամարեք, սա եկեղեցին վարկաբեկում, օրինակ ինձ համար սա շատ մեծ ցավ է, այս մարդիկ արհամարելով չեն կարող ավարտել, կամ պիտի ներողություն խնդրեն, եթե այդպիսի քայլ են արել, չգիտեմ, հայ ժողովուրդը կների թե ոչ, կամ էլ պիտի զրպարտության համար դատի տան, հստակ այստեղ գործիքակազմը, բայց քանի որ լռում են, մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս տեղեկությունները ճիշտ են, բայց կրկնեմ, եթե օրենք են խախտել, նույն մանկապղծության վերաբերյալ, պիտի պատժվեն, բայց եթե խոսքը անձնական կյանքի մասին է, նույնիսկ եկեղեցական օրենքների խախտումներով, դատապարտելով բարոյական կողմից, մենք պիտի հասկանանք, որ այս մարդիկ անցողիկ են, բայց այդ ինստիտուտը այլևս Հայաստանում սկսում է հեղինակազրկվել։ Այնուամենայնիվ հիմա մենք ինչի ականատեսենք այդ կոմպրոմատների պայքարը սկսվել է, դուք նշում եք, ես ճիշտ հասկացա, որ Ռուսաստանը պահում է այդ իր ազդեցության գործիքը կոմպրոմատների ճնշման տակ, բայց հիմա մյուս կողմից են կոմպրոմատներ, այսինքն պայքարը առաջիկայում եւ նաեւ չեն բացառում, որ կարող են նոր տեսանյութեր, նոր արտահայտություններ լինել, սա ուր է տանում։ Այսինքն իշխանությունները տիրապետում են տվյալների, որ կան էլի այսպիսի ուրեմն տեսանյութեր, ովքեր են դա արել։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը նոր չի ստացել այդ տեսանյութերը։ Երկրորդը պարզ է, որ Ռուսաստանը ունի այդ տեսանյութերը։ Եթե Հայաստանը ԱԱԾ-ն ունի, իրենք էլ են ունեցել։ Եվ այսինքն իրենք երբեք չէին թողնի, որ Հայաստանում կաթողիկոս ընտրվի անձնավորություն, որը վարկաբեկված չի։ Դա լծակ է։ Իմ կարծիքով Գարեգին Երկրորդը վաղուց գնացած կլիներ, ես այդպես եմ մտածում, որտեղ նա չի ցանկանում, տեսնում եք, այդ քաղաքական օրակարգերի մեջ այդքան շատ երևալ, ինչ որ օծում է, օրհնում է, բայց ինքը չի երևում, որովհետև նա խոցելի է բոլոր կողմերից, այսպեսի իհարկե պարադոքսալ վիճակ է, մի կողմից ասում են քո վրա այսպեսի բան ունենք մնա, մյուս կողմից ասում են քո վրա այսպեսի բան ունենք գնա։ Հետո նա մի հոգի է, բայց եղբոր նկատմամբ են խոսում, չգիտեմ, ընտանիքի, ես չեմ ուզում այդպես խորանալ, այսինքն ինքը Գարեգին Երկրորդն է այսօր շատ բարդ իրավիճակում։ Մի խոսքով ազդեցությունը Ռուսաստանը մշտապես այսպես է պահում, կոմպրոմատներով, հիշում ենք հայտնի դեպքը Սկուրատովի հետ կապված նախկին դատախազ, որը ուզում էր Ելցինի հետ մրցել քաղաքական ասպարեզում, ինչպես նրան չեզոքացրին, Պուտինին հանձնարարեցին նախկին ղեկավարին, այդ ժամանակ ղեկավարի ՖՍԲ-ի, որ կոմպրոմատ հավաքի հայտնի տեսաերիզները եղան, այսինքն այս կեղտոտ կոմպրոմատները, կեղտոտ անձնական կյանքի վերաբերյալ մշտապես հետխորհրդային երկրներում ակտիվ են։ Հիմա եթե մի կողմից ասում են մնա, մյուս կողմից ասում են գնա, երկու կողմից էլ կոմպրոմատներով եւ ասում եք ծանր իրավիճակի մեջ է, սրա հանգուցալուծումը որը պիտի լինի։ Գիտեք, ավելի հեշտ է ասել Տրամպը ինչ կորոշի, քան թե հասկանալ ինչ է անելու Գարեգին Երկրորդը։ Պարզ է, որ նախկին իշխանություններից կան մարդիկ, որոնք նրան անդադ մղում են գործողությունների, կոչ արա, մենք կգանք, կհավաքվենք, չգիտեմ, անկեղծ են այդ կոչն անում, թե ոչ, այդ իրանք արդեն կարող են ասել, որոնք հենց նկարահանել են իմ կարծիքով այդ ամենը։ Բայց ես տեսնում եմ, որ ճգնաժամը շարունակվելու է, նաև իշխանություններին էլ է ձեռնտու, մինչև ընտրություն, եթե սա շարունակվի, մենք էլի կունենանք նույն արդյունքը խորհրդարանում, այսինքն այդ նախկինների դեմ պայքարել այդքան չի աշխատում, ժողովուրդը արդեն հասկանում է ինչ է կատարում, հիմա արդեն եկեղեցու մաքրման, ես չեմ ասում դա սխալ է, մենք պիտի հասկանանք, որ դա օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Վարդան Ղուկասյանը ընտրվում է, թողում են, որ մասնակցի, հետո օգտագործում են նրա վրա եղած կոմպրոմատները։ Սա շատ տգեղ է եւ սա հարիր չէ ժողովրդավարական երկրին, բայց որ հանգուցալուծում ես չեմ տեսնում մոտալու ակնհայտ։ Դե ասում են հարիր է ժողովրդավարական երկրին այնքանով մարդը իրավունք ունի այդ պահին մասնակցում է, հաղթում է, բայց ինչ կապ ունի, որ դրա նկատմամբ
քրեական գործեր եղել են հարուցված եւ ընթացքը բերել հասցրել է այս վիճակին։ Նույնը ասենք մյուս քաղաքապետի երեք որ կալանավորվեց։ Տեսեք, լյուստրացիա բառը վերադառնանք դրան։ Դեռ 1991-92 թվականին Գայլն Ստարավոյտովան մտցրել էր այդ տերմինը, իրանից չէ եկել, բայց սա շատ կարևոր է, որպեսզի նախկինում սովետական միության շրջանում այն գործիչները, որոնք եղել են կուսակցության անդամ եւ կատարել են հանցագործություններ, այլևս չմասնակցեն քաղաքական գործությանը մի քանի տասնամյակ։ Դա էլ աշարքում է տարբեր տեղերում, Մոլդովայում այլ կողմից է կիրառվում, Հայաստանում փորձում են մյուս կողմից։ Բայց Մոլդովայում դա չհամարեցին հակաժողովրդավարական եվրոպական երկրները, որովհետև եթե դու ապացուցում ես, որ այս մարդիկ KGB-ի գործակալ են, որ ընտրություն են կեղծել, որևէ երկրում դա հանցագործություն է, դա դատում է։ Հասկանալի է, բայց նույն տրամաբանությամբ հակառակ կողմից Վրաստանում են հիմա փորձում անել։ Այսինքն Եվրոպամետ կուսակցություններին նույն տրամաբանությամբ փորձում են չեզոքացնել, ինչպես Մոլդովայում։ Տրամաբանությունը նույնն է, բայց հիմքերը տարբեր են։ Այսինքն Վրաստանի ընդդիմությունը որևէ ձևով կապված չի KGB-ի հետ, կամ նույնիսկ ՑՌՈ-ի հետ, ինչքան էլ Ռուսաստանի հետ կապված չի, Արևմուտքի հետ կապված է։ Բայց փաստեր կան, որ Արևմուտքի հետ կապված։ Իսկ հիմա փաստեր ասում է Փաշինյանը ունի, որ KGB-ի հետ կապված են եղել, չէ՞։ Անընդհատ ազգայնով ասում է KGB, հիմա նա երկրի թիվ 1 մարդն է, հեքիաթ չի պատմում, ուրեմն փաստ կա։ Խոսքը փաստերին է վերաբերում, ես չեմ ասում այդպես Նստեն Ազեն Վարդան Ղուկասյանը ռուսամետ է, այլ թող չմասնակցի, բայց եթե դուք ասում եք ինքը իր գրպանում KGB-ի ագենտի տենց իմպրովիզացիա անենք, փաստը կա, պետք է դատել, չկա, չի կարելի գալ մարդուն մեղադրել, դե եկեք այս կողմից էլ նայենք, անդադ ասել KGB-ի ագենտ, զրպարտություն է։ Դե փաստերը ստեղծվում են կամ փաստերը կան, չէ։ Ուրեմն պետք է գործել։ Ուրեմն պետք է գործել։ Լավ, եկեղեցու վերաբերյալ մեկ հարցել եւ անցնենք առաջ, այսօր մեր թեմաները շատ են։ Ես ինչպես նշեցի, արդյոք կարծում եք, որ սա ներհայկական կամ ներհայաստանյան է, թե տեղավորվում է ավելի գլոբալ գործընթացի մեջ, այն է, ինչպես պատկերավոր ձևակերպենք աշխարհում քրիստոնեական նոր ճարտարապետության ձևավորման տրամաբանության մեջ։ Նոր ճարտարապետություն Հռոմի եկեղեցում մենք գիտենք, որ խոսում են ավելի լիբերալ, այսպես մոտեցումների մասին, ընդդեմ պահպանողական, բայց այդ պայքարը չի ավարտվել։ Հայաստանում խոսքը լիբերալի ու պահպանողականի միջև չի։ Խոսքը նրա մասին է, որ կա սուտ։ Դուք ընդունում եք օրենք, հետո բացատրում եք, որ դա ֆիզիկական պահանջմունք է, նորմալ է։ Փոխեք օրենքը։ Կամ դուք դիմացինին մեղադրում եք Կուսակցությունը վերացրեք իսեր աստրետ։ Դա նույնիսկ այդ հարցը ես չեմ էլ քննարկում։ Խոսքը KGB-ի հետ շփումներն են, երկրորդը մանկապղծություն է, դա հոդված է։ Երրորդը սպանության կոծկումը Ուկրաինայում, այդ փաստերը հնչեցին լուրերը, որ թեմը առաջնորդը մասնակցել է այդպիսի բաներ եւ Գագի երկրորդը տեղյակ է։ Այսինքն ես նույնիսկ բարոյական օրենքները ճակերտավոր չգրված դնում եմ մի կողմ երեխա ունի, չունի, ըստ Հայաստանի ամեն սահմանադրության օրենքները, եթե նա խախտել է քրեական, քաղաքացիական դատավարության կա պատասխանատվություն, չկա, չի լինում, բայց սա կարևոր է նաև ինչ տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասաց իր խոսքում եւ դա այսպես վիրավորանք է երևաց։ Իր ասաց այդ վարչապետը իրավունք չունի անձնական կյանք ունենա, կաթողիկոսը ունի, այսինքն նրա մեջ խոսում է այն, որ տարիներ շարունակ դիմացից հնչել են վիրավորական արտահայտություններ, ինչին ես դեմ եմ։ Ես դեմ եմ Աննա Մկրտչյանի հանդեպ վիրավորական արտահայտություններից անձնական։ Ես դեմ եմ Աննա Հակոբյանի, չի կարելի մարդուն թիրախավորել անձնական կյանքը անկախ իր քաղաքական պատկանելիությունից։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը այսպես նաև ներքին վրեժ է իրեն մղում, որ եթե դուք անընդհատ այդ մարդուն անբարոյական ինչ-որ բառեր եք ասում նրա նկատմամբ, նրա ընտանիքի եւ կնոջ, հետո ասում են չի կարելի վիրավորել։ Այսինքն դուք պիտի պահպանեք, նա էլ պիտի պահպանի, բայց եթե մի կողմը խախտում է, մյուս կողմը արդեն իր մեջ իրավունք է ստանում, իր մտքում գնալ այս մեթոդներին։ Շատ լավ, անցնենք առաջ, հիմա կանք արդեն տարածաշրջանի վերջին զարգացումներին եւ նաեւ տարածաշրջանից դուրս ռուս-ուկրաինական պատերազմ եւ նաեւ իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Մեր տարածաշրջանում ինչ է կատարվում, եթե փորձենք համադրել վերջին զարգացումները, նկատի ունեմ Ադրբեջանի կողմից Հայաստան տարանցվող բեռների այդ արգելքի վերացումը, Հայաստանի համարժեք արձագանքը, համարժեք պատասխանը, Միացյալ Նահանգների կողմից գագաթնաժողովի հրավիրելը, Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներին եւ Ռուսաստանի արդեն հնչած կոշտ զգուշացումը այն մասին, որ Արևմուտքը կամ այս դեպքում Միացյալ Նահանգները փորձում են խաթարել Կենտրոնական Ասիա եւ Հարավային Կովկաս եւ կոչ են անում չմտնել բառացի չեմ ասում, բայց ենթատեքստում տա է չմտնել իրենց ազդեցության կոտի։ Ինչ դիտարկումներ ունեք այս հարցի հետ կապված, փոքր դատարանից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։
Հիշեցնեմ սա Ազատություն Free News-ի եթերում ես զրուցում եմ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ։ Մենք եկեղեցու թեման ավարտեցինք եւ անցանք տարածաշրջան։ Տարածաշրջանում ճանապարհներ, բեռների տարանցման արգելքի վերացում, գագաթնաժողով Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանի արձագանք ձեր դիտարկումները։ Ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական մեծ կոմպոնենտի մաս է, այն է միջին միջանցքի խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին չէ, ընդդիմության համար նորից կրկնենք, բացման մասին է եւ գործունեության, որի նպատակը Ռուսաստանի շրջանցումն է եւ դա բոլորը գիտեն, այսպես նորություն չեն գտնել ինչի հետևանք է դա, որովհետեւ Ռուսաստանը 2014 թվականից ուղղակի տերորի է ենթարկում Եվրոպան, ներխուժելով Ուկրաինա, այսինքն պատճառը եւ հետևանքը։ Ի սկզբանե չէր որոշվել, բացի այդ, եթե Ռուսաստանը սանկցիաների տակ է հայտնվում եւ արդեն հայտնվում է լուրջ, պետք է այլընտրանքային ճանապարհն է, նորմալ տրամաբանություն է, կամ Ռուսաստանը նավթային ընկերությունների սանկցիաներ։ Այո, եւ հիմա մենք տեսնում ենք, որ Եվրոպան արդեն որոշել է մինչեւ 2027-28 թվականը լիովին ազատվել ռուսական գազից, նավթից Հունգարիայի նկատմամբ կգտնվեն մեթոդները, հատկապես որ Օրբանի վերընտրվելը հարցականի տակ է։ Այսինքն Հայաստանն էլ այդ ճանապարհի մաս է։ Իդեպ Ադրբեջանը ամեն ջանում էր, որ Հայաստանով չանցնի այդ ճանապարհը, բայց շնորհիվ նաեւ երևի մեր դիվանագիտական աշխատանքի եւ մեր արևմտյան գործընկերների ճնշման Ադրբեջանը հանեց արգելքը բեռների, սա չի խոսում ապաշրջափակման մասին, պետք է հասկանանք, որովհետեւ Ադրբեջանով Հայաստան չի մտնում բեռը, դա միջին օղակ է, Վրաստան է գալիս, հետո նոր Հայաստան։ Չխորանանք արդյոք ծորենը պետք է այդտեղով անցնի, դա որքանով է անվտանգ, սա դրական ինչ-որ քայլ կարելի է համարել։ Բայց ապաշրջափակման մասին խոսում են, որ առաջիկայում ստեղծել են հնարավորությունները, որ Ադրբեջանից Հայաստան։ Հուսանք եւ հուսով եմ Ալիևը սահմանազատումը չի համարի խնդիր դրա համար եւ էլի դարերով այսպես մեծ է սահմանազատում անի։ Բայց Ռուսաստանի արձագանքը բնական է, որ իրեն ազդեցության գոտիներից այսպես դուրս են մղում։ Դա էլի սկսել է Ռուսաստանից, երբ դու տարիներ շարունակ զինում ես Կուբային եւ Վենեսուելային, Ամերիկայի կներեք քթի տակ, բնական է, որ նույն process-ը պիտի լինի։ Սա արդար եւ անարդարի մասին չի։ Միջին Ասիայի երկրների ղեկավարները բարբերաբար Եվրոպա են այցելում, հիմա Ուզբեկստանի ղեկավարն է այցելելու, քանի որ Պուտինը չի ուզում այս երկրների հետ փչացնել իր հարաբերությունները, նա Ամերիկային է թիրախավորում է Եվրոպային ավելի հաճախ եւ ձեզ հետ որ երբ մենք խոսել ենք, որ օգոստոսի 8-ը վտանգի տակ է, քանի որ Ռուսաստանը դա չի ընդունում, հենց սա դրա մասն է, մենք պիտի հասկանանք, որոնք կարող է լինել Ռուսաստանի քայլերը, ինչ գործընկերներ այստեղ կարող է ունենալ։ Հիմա եթե Ռուսաստանը նման կերպ է արձագանքում, Լավրովի հայտարարությունը նկատի ունեմ, այս պարագայում սպասել նոր հակազդումների Ռուսաստանի կողմից հարավային Կովկասում եւ ինչու ոչ նաեւ կենտրոնական Ասիայում։ Մենք պիտի հասկանանք, թե ինչ լծակներ ունի Ռուսաստանը։ Կենտրոնական Ասիայում դա Ղազախստանը ամենախոցելին է, որովհետև հյուսիսում ռուսական բնակչությունը շատ է եւ բարբերաբար այդ Սոլովյովները, դա իհարկե Կրեմլից է գալիս, խոսում են այնտեղ ռուս բնակչությանը ճնշելու։ Հեռախոսազրույց բաներ ունեն կացել։ Այո, իհարկե դա բարդ կլինի Թուրքիայի եւ Չինաստանի դերը հաշվի առնելով, բայց հիմա Պուտինը կարող է ոչ խելամիտ գործել, ինչպես Ուկրաինայում։ Միջին Ասիայի հարցը այսպես է, հաջորդ հարավային Կովկասը, որ օղակին կարելի է դուրս հանել այս ծրագրից Հայաստանին, ինչպես Ադրբեջանը չի ցանկանա բարձր, որ Հայաստանը լինի։ Բայց Ադրբեջանի հարաբերություններն էլ մի պահ կարծես թե չերմացան, հիմա նորից բան են անում, հա, այդ արտիստիկների կալանքի ժամկետն են երկարացնում, այսինքն այնպես չի, որ հարթ է եւ այս հարցերում կարող է իրենց գուցե Վրաստանը ավելի հեշտ է այդ օղակից հանել։ Վրաստանի պահով հետաքրքիր է, որ Իվանիշվիլին 3+3 հարթակ չի գալիս։ Երկուսն էլ խորամանկ լիդեր են, եւ Իվանիշվիլին եւ Ալիևը։ Երկուսն էլ Պուտինը գիտի, որ կարող են փոխել իրենց նավ։ Այսինքն Ալիևի հետ իր բարիշելը դա չի նշանակել խնդիր չեն ունենա։ Ալիևն էլ է ուզում լինել լիդեր, Իվանիշվիլին էլ, Պուտինն էլ։ Այսինքն Պուտինը անդադ պիտի նրանց վրա լծակներ ունենա, Աբխազիա, Օսետիա, այստեղ, Լեռնային Ղարաբաղ, չգիտեմ, ազգային փոքրամասնությունների հարցը այստեղ այդքան կարծես էլ չի դիտարկվում լեզգիների, թալիշների, Ադրբեջանում տնտեսական գործիքներ, Ադրբեջանում ցամաքային կապ Ադրբեջանի հետ, այսինքն Ռուսաստանը այդ օպցիաները պահում է։ Հիմա մեզ համար վտանգավորն այն է, որ Ալիևին ես իհարկե չեմ վստահում, նա Հայաստանի հետ այս հարաբերությունների կարգավորմանը գնաց ճնշման ներքո, այսինքն ճնշում միշտ պիտի լինի, որ նա չշեղվի։ Մենք գիտենք, որ նա կցանկանա, որ Հայաստանը այս օղակի մեջ չլինի, դրա մասին բարձր խոսել է ժամանակին, ընդհանրապես
ընդամենը մի քանի ամիս առաջ։ Այսինքն Ալիևը եւ Պուտինը ինչքան էլ ունենան խնդիրներ, նրանք արևմուտքի դեմ են այստեղ միասնական։ Մյուս կողմից Ալիևը համ ուզում է Պուտինի հետ այստեղ առևտուր անել, մյուս կողմից չի ուզում դառնալ նրա գործիքը։ Ալիևն էլ այսպես բարդ օպցիաների մեջ Թուրքիան, Իսրայելը շատ լարված հարաբերություններ ունեն, երկու գլխավոր հովանավորները։ Այսինքն Հայաստանի խնդիրն է մեր արևմտյան գործընկերների ներկայություն ապավել այստեղ անվտանգային, դա կլինի դիտորդների տեսքով ճանապարհի վրա, թե ինչ որ կոնսորցիումի բազայի մասին խոսք կարծում եմ չի կարող լինել, բայց որ ամերիկյան ուշադրությունը այստեղ մնա երկարատև, ոչ թե Տրամպի փոփոխությամբ կամ իր ներքին խնդիրներով պայմանավորված։ Տեղափոխվենք ռուս-ուկրաինական պատերազմի դաշտ, այստեղ ինչ է կատարվում վերջին զարգացումները, ինչի մասին են խոսում, վերջում զարգացումներ ասելով կանք թերևս Պուտին-Տրամփ հանդիպման չեղարկումից, դրանից հետո զարգացումները, քննարկումները կամ մտադրությունները Եվրոպայից, մասնավորապես Ֆրանսիայից զորքեր տեղակայել Ուկրաինայում, դրան Ռուսաստանի արձագանքը։ Տրամպը կարծես բոլոր կողմերին, այսպես կներեք, ոչ քաղաքագիտական տերմին գժվեցնում է, նա օրը մեջ տեսակետ է փոխում եւ նույնիսկ արդեն Պուտինն էլ չի հասկանում, տեսա Լավրովի խոսքը, որ բայց մենք պայմանավորվել էինք, չէ՞, կարծես այսպես նեղացած, Տրամպը ինքը չի կողմնորոշվում, օրը մեջ փոխում է դիրքորոշումը կապված այդ օրը ում հետ է խոսել հեռախոսով, ես դա իրոք այսպես լուրջ եմ ասում, որտեղ երբ արևմտյան գործընկերների հետ է հանդիպում, տեսնում ես լրիվ այլ խոսք։ Պուտինի հետ է խոսում, ինչ որ սկսում է էլի գորալ Զելենսկու վրա հանդիպման ժամանակ։ Մի բան ակնհայտ է, Տրամպը որ ցանկանա էլ կրկնեմ, չի կարող Ուկրաինան հասնել, նախ որովհետև Ուկրաինան չի պարտվում։ Նույնիսկ եթե Պոկրովսկը եւ Կուպյանսկը վերցնեն տարի ու կես հետո, դա ֆրոնտի այդտեղ աբվալով ներողությունը այս չի ավարտվելու, այսինքն պատերազմը դրանով։ Հաջորդը հանրապետական կուսակցության մեծամասնությունը Ուկրաինային է աջակցում, Տրամպը ընտրությունների նախորդին չի կարող գնալ հանրապետականների դեմ, նույնիսկ եթե նա շատ է սիրում Վլադիմիր Պուտինին, այստեղ կա ներքին խնդիրը, դա ժողովրդավարական երկիր է։ Երկրորդը, Տրամպը բարկացած է, որովհետև Պուտինը իրեն անդադ ծիծաղելի վիճակում է դնում։ Տրամպը բան է հայտարարում, օրինակ մենք հանդիպելու ենք երեքով, հաջորդ օրը Լավրովը քմծիծաղով հերքում է, այսինքն ես կարծում եմ Վլադիմիր Պուտինի համար ճիշտ չի անձնապես անընդհատ այսպես վիրավորել Տրամպին, որովհետև մենք գիտենք, որ Բոլտոնի դեպքերից հատկապես հետո նա շատ հիշաչար անձնավորություն է, չեմ կարող ասել դա գործի թե ոչ, բայց սանկցիաները դեռ ուժի մեջ չեն, նոյեմբերի 21-ին Տրամպը վերջնական կորոշի։ Այո, եւ եթե դա որոշվի կարևոր։ Եվրոպական սանկցիաները նոր փաթեթ է տարել։ Նոր փաթեթը ուժի մեջ է, բայց առանց ԱՄՆ միանալու այդ փաթեթին ԱՄՆ-ն չի միացել։ Այդտեղ վերահսկողություն չկա։ Այսօր օրինակ, տեսեք, Իրանի սանկցիոն նավթը էլի գնում են Ինդոնեզիայից, իբրև դա ինդոնեզիական նավթն է, դա շատ բարդ է։ Եվ այս իրավիճակում սպասվող հանդիպումը ամսի 30-ին Տրամփ եւ Սինձինպինի հետ շատ կարևոր է, հատկապես այստեղ խորամանկ էր, կարծում եմ Ռուբիոն էր որոշել նախ Ճապոնիա այցելել, խոսել բանակից, սա չինական մղձավանջ է, որովհետև տեխնոլոգիաներով Ճապոնիա շատ առաջ է։ Ճապոնիայից հետո նոր գնալ Հարավային Կորեա, հետո նոր գնալ Չինաստան, այսինքն դե Տրամպը չի մոռացել։ Շատ հետաքրքիր շքերթը ռազմական չի մոռացել Չինաստանի այդ նեղացվածությունը եւ իմ վստահությամբ Տրամպը պիտի Չինաստանի հետ պայմանավորվի։ Ախր Ռուսաստանի թելերը գտնվում են Չինաստանի ձեռքում։ Մեծամասամբ ֆինանսավորումը, աջակցությունը, եթե Չինաստանի հետ Տրամպը կարողանա խոսել, դա մի այլ հաղորդման մաս կարող է, երկար պիտի խոսենք, թե ինչ կարող է ԱՄՆ-ն առաջարկել Չինաստանին դրա դիմաց։ Բայց այն, որ Ռուսաստանը այլևս ընդունակ չի խոսել, նա ասում է, ես բուրիվեշնիկ եմ արձակում, ձեզ բոլորիդ կոչնչացնեմ։ Վերջ, անհնար է մարդու հետ խոսել։ Կամ նույնիսկ եթե հրադադար լինի, 4 ամսից կհարձակվի, Մինսկի համաձայնագրերը կնքեց, հաջորդ օրը հարձակվեց։ Ռուսաստանը ենթակա չի պայմանավորված նման մի փոքր Ալիևին, չնայած կարող եմ ասել, նույնիսկ Ալիևը ավելի խորամանկ է իրավիճակում։ ԱՄՆ-ն պիտի Չինաստանի հետ խոսի, հակառակ պարագայում այս պատերազմը ավարտի ունենա։ Խոսի ամսի 30-ին պիտի հանդիպեն եւ դա շատ կարևոր նշանակություն կունենա։ Կարևոր է Հայաստանի համար էլ է դեպ կարևոր, որովհետև այս ճանապարհները Հայաստանով են անցնելու։ Մենք պիտի այնպես անենք, որ Չինաստանի բարկությունը, այսպես ճակերտավոր չեզոքացվի ամերիկյան հնարավոր
ներկայությամբ, այստեղ Իրանի վրա Չինաստանը ունի մեծ ազդեցության լծակներ, Հայաստանի հետ կապված էլի ամերիկյան ներկայության կարող է խոսել, այսինքն Տրամպի այն տեսակետը, որ կարելի է էսկալացիայի տանել Չինաստանի հարաբերությունները եւ հաղթել, դա տեսնում ենք չի լինում, որովհետեւ երկու տնտեսությունը փոխկապակցված են եւ Տրամպը անընդհատ սանկցիա է կիրառում, հաջորդ օրը հանում է։ Իրենք երկուսով պիտի մասնակցեն նոր Յալտային, որը այստեղի մեր որոշ ընդդիմադիրներ փորձում են Ռուսաստանի եւ Վաշինգտոն ԱՄՆ-ի միջև փորձել տեղավորել, բայց այստեղ չտեսնել Չինաստանը եւ դրան դուրս թողել, իրատեսական չի։ Հատկանշական է, որ Թրամփը ուր գնում է, անպայման հիշում է Հայաստան-ադրբեջանական հակամարտությունը եւ անպայման լինի հարավային Կորեա, լինի Ճապոնիա։ Դե ամենադրական, այն ամենադրական խաղաղության հաստատման առումով իհարկե դեռ խաղաղություն չի հաստատվել, այստեղ է եւ հետարքի նույն Կամբոջա, Թայլանդի միջև կնքվեց պայմանագիր, բայց դա պատերազմ չէր, սա սահմանային կոնֆլիկտ է, որը շարունակվելու է, այդտեղ մեծ էներգակիրներ կան, բայց ակնհայտ է, որ Պուտինը չի տալիս Տրամպին այն, ինչ նա ցանկանում է, գլխավոր խաղաղության պայմանագիրը եւ սա մեզ համար դրական է, անընդհատ փորձելով, տեսեք Տոկայիցին էլ Ճապոնիայի ղեկավարը էլի ասաց, ես ձեզ Նոբելյան մրցանակ, այս բառը պետք է պահել Տրամպի ուշադրության կենտրոնում Հայաստանի կողմից։ Ես նշեցի, որ անընդհատ ուր գնում է, անպայման հիշում է Հայաստան-ադրբեջան հակամարտությունը, թե ինչ հերոսական ջանքերի գնով կարողացավ դա դադարեցնել եւ իսկապես հաջողեց դադարեցնել, բայց Մերձավոր Արևելքում ինչ է կատարվում այս համատեքստում։ Մերձավոր Արևելքում Նեթանյահուն Թրամփը ասում է հրադադար հաստատել են, Նեթանյահուն հրամայում է եւ կրակում են Գազայի։ Գիտեք, Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի հետ կապված եւ նաեւ Համաս, ուրեմն Իսրայելի ինչու ես դեռ այդքան ողջևորված չեմ, որովհետեւ խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի։ Խնդիրը Իսրայելի եւ Համասի միջև չի, այստեղ կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց վրա պետք է Տրամպը ազդի։ Ես դրա համար եմ ասում, եթե Պուտինն ասի նոյեմբերի 9-ն է ինձ համար կարևոր, դա իմ գոտին է, Տրամպը գնալու է իր այդ արճակատման այդ հարցով։ Եթե Բայդենը լիներ, ես դեռ կմտածեի։ Հաջորդը, հիմա տեսնում ենք Իսրայելը ընդունեց բանաձև, որ արևմտյան ափը պատկանում է Իսրայելին։ Իհարկե Ջեյդի Վենսը քննադատեց։ Անընդհատ հրադադարը խախտում է, եւ չեմ կարող ասել, որ Համասը չի խախտում։ Համասը տակտիկա է վերցրել, ասում է, այդ ես չեմ, ջիհադիստներն են։ Պարզ է, որ Համասն է, կամ այդ տեխնոկրատների կառավարությունը ամբողջը Համասն է ձևավորում։ Ուղղակի այսպես կներեք վերնաշապիկ են հագել, ասում են մենք տեխնոկրատ ենք, այսինքն այս հարցը չի լուծվել։ Նետանյահուն անընդհատ պատճառներ է ման գալու նոր պատերազմ սկսելու։ Տեսակ Լիբանանը հարվածեց։ Այսինքն նրա իշխանության գաղտնիքը Պուտինի եւ Ալիևի հետ միասին դա նոր կոնֆլիկտներն են։ Եթե ավարտում է կոնֆլիկտը, լինում են ընտրություններ, նրա նկատմամբ դատավարություն, նա կորցնում է իշխանությունը։ Հիմա ինքը անընդհատ ասում է, որ երկու պետության սկզբունքը չպիտի գործի։ Մյուս կողմից ամենն ասում է, որ դա պիտի գործի։ Ասում է Համասը պիտի զենքերը վայր դնի, Համասը ասում է չեմ վայր դնի, միայն Պաղեստին պետության ստեղծումից հետո։ Այնքան այստեղ խնդիրներ կան։ Թուրքիան ասում է ես մասնակցելու եմ խաղաղապահ առաքելությանը, բա ինքն է Համասին հովանավորում։ Իսրայելն ասում է ոչ։ Չինաստանը ինքը ունի Համասի հետ խորհրդասերտ հարաբերություններ, Ռուսաստանը Սիրիայի ղեկավարի հետ հանդիպեց հենց այդ ընթացքում, որը կարևոր երկիր է տարածաշրջանում։ Այսինքն այստեղ ուղղակի լռություն է, նույնիսկ երբեմն խախտվում է։ Բոլոր տարածաշրջանները, որտեղ Տրամպը խաղաղություն է հաստատել, ուղղակի հրադադար է։ Բոլորը սպասում են հասկանալու, թե ԱՄՆ-ում 26-ին ինչ փոփոխություններ են տեղի ունենալու, կորցնելու են նա կոնգրեսը։ Կոնգրեսի միջանկյալը։ Այո, որտեղ եթե երկու պալատներ կորցնեն, այստեղ իմպիչմենտի հարց կգա եւ ես վստահ եմ դեմոկրատները կօգտագործեն դա, որովհետեւ այդ քաղաքական ճնշումները տանում են նրան, որ հակազդեցություն պիտի լինի։ Կամ եթե մեկ պալատը կորցնի, արդեն որոշումները ընդունելը դժվար է լինելու, ինքը արդեն այդ արտաքին ուշադրություն խնդիրների վրա այդքան չի դարձնելու։ Այսինքն 26 թվականը բեկումնային է լինելու բոլոր տարածաշրջանում, գումարած տեսնենք նա կկարողանա Պուտինին այնքան ճնշել, որ հրադադար հաստատի։ Եթե ոչ, բոլոր մյուս երկրները կհասկանան, որ Տրամպի խոսքը ուղղակի խոսք է։ Այսինքն ժամանակից աշխարհում ուժի իրավունք, թե իրավունքի ուժ։ Այո, եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանից անընդհատ ասում են, որ ՄԱԿ-ը պիտի վերափոխվի, նոր աշխարհակարգ են ուզում ձևավորել, որովհետեւ ավտոկրատ երկրներն են լինելու թելադրողը։ Հիմա ժողովրդավարությունների, հենց թեյություններով հանդերձ եւ ավտոկրատ երկրների միջև պայքար եւ Հայաստանը հենց դրա ուրեմն կիզակետում է հայտնվել, որովհետեւ Հայաստանը ցանկանում է գնալ դեպի իրական ժողովրդավարություն, բայց այս երկրները, որոնք մեզ շրջապատում են եւ որոնք ավտոկրատ են, մեզ անընդհատ հետ են քաշում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News եթերում, ես զրուցում եի քաղաքագետ Լիլիթ Տալլակյանի հետ, կհանդիպենք։